Պատվարժան դատավորներ, դատական իշխանության հարգելի ներկաներ։ Ինձ համար մեծ պատիվ եւ միևնույն ժամանակ պատասխանատվություն է հանդես գալ որպես դատավորների ընդհանուր ժողովի էթիկա եւ կարգապահական հարցերով հանձնաժողովի ոչ դատավոր անդամի պաշտոնում ներկայացնելով ոլորտային կազմակերպություն, որը մշտապես պաշտպանել է իրավունքի գերակայությունը, դատական իշխանության անկախությունը եւ մարդու իրավունքները ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս վերջին տարիներին ստանձնելով նաև մեր զինվորների եւ գերիների պաշտպանությունը միջազգային հարթակներում։ Կազմակերպության մասին ես հատուկ եմ նշում, որովհետև կարծում եմ, որ Հայաստանում ոլորտային մասնագիտական երկարատև եւ կայուն գործունեություն ծավալող կառույցները շատ չեն եւ իրականում այդ փորձը շատ կարեւոր է հենց հանձնաժողովի համար, որովհետև մեր կազմակերպությունը ունի ինստիտուցիոնալ հիշողություն, փաստագրված մասնագիտական գործունեություն եւ հանրային վստահություն, ինչը ես ինձ հետ բերելու եմ հանձնաժողով։ Լինելով նման կառույցի մաս, ես ինքս աճել եւ մեծացել մասնագիտացել եմ հավատարիմ մնալով այդ արժեքներին, ինչի մասին է խոսում այն փաստը, որ համագործակցել եմ բազում կառույցների հետ, ինչպես Հայաստանում եւ պետական եւ ոչ պետական, այնպես էլ միջազգային կառույցների հետ, մշտապես բարձր պահելով դատական իշխանության անկախության հարցը եւ Հայաստանի Հանրապետությունում դատական բարեփոխումների իրականացման արդյունավետությունը։ Ձեզնից շատերը ինձ եւ կառույցը ճանաչում են կարգապահական վարույթների մշտադիտարկումից եւ մեր զեկույցներից, առաջարկներից, շատերը ճանաչում են ինձ նաեւ որպես դեռևս տարիներ առաջ եւ շարունակ դատավորների ընտրության եւ նշանակման գործընթացի մշտադիտարկում իրականացնող որպես եւ պիտի նշեմ, որ մեր զեկույցների շնորհիվ նաեւ առանձին դեպքերում դատավորների թեկնածուների խախտված իրավունքները հնարավոր է եղել վերականգնել։ Շատերը ճանաչում են նաև ինձ որպես դատավորների գործունեության գնահատման կարգի վրա աշխատած ազգային փորձագետ, ում ջանքերի շնորհիվ նաև իմ կարծիքով խնդրահարույցի համարվող այդ նախագիծը չի ընդունվել եւ կյանքի չի կոչվել։ Ես այս օրինակները նշում եմ, որպեսզի ցույց տամ, որ իսկապես կազմակերպությունը եւ ես մշտապես ակտիվ գործունեություն ենք ծավալել եւ այդ գործունեությունը եղել է ինչպես համակարգի համար, այնպես էլ առանձին անհատական դեպքերում պաշտպանելով դատավորների իրավունքները, օրինակ բարձրաձայնելով կարգապահական պատասխանատվության վարույթների խնդիրները, որի վառ օրինակներից են եղել նաեւ վերջին տարիներին օրինակ ազատ խոսքի իրացման համար վրա հասած վարույթները եւ պատասխանատվության միջոցները կամ մեզ համար խնդիր որպես այդպիսին որակվող դատավարական ժամկետների խախտման հիմքով վրա հասնող խախտումները, խնդիր ասելով ես նկատի ունեմ այդ հիմքով հարուցվող վարույթները եւ պիտի նաեւ նշեմ, որ այդ աշխատանքը եւ պայքարը իմ պարագայում եղել է ոչ միայն որոշում կայացնողների հետ հարաբերություններում, այլ առանձին դեպքերում նաեւ դեմ գնալով քաղաքացիության գործընկերներին համաձայն չլինելով իրենց գործելակերպին եւ գործելաոճին։ Առաջադրվելով հանձնաժողովի ոչ դատավոր անդամ, ես նպատակ ունեմ շարունակել եւ խորացնել այս աշխատանքը, արդեն մաս լինելով որոշում կայացնող մարմնին, որովհետեւ անկեղծորեն պիտի նաեւ նշեմ, որ ոչ միշտ է արդյունավետ այդ process-ներին մասնակցել կողքից։ Հարգելի դատավորներ, ինչպես գիտեք, սա իմ երրորդ առաջադրումն է եւ փորձը եւ երրորդ անգամ այստեղ լինելը պայմանավորված չէ սոսկ իմ համառությամբ, այլ հակառակը արտացոլում է իմ համոզմունքը, որ հանձնաժողովում իսկապես կարող եմ ներդրում ունենալ եւ իմ փորձն ու գիտելիքները ծառայեցնել հանձնաժողովի գործունեությանը։ Սա նաեւ ցույց է տալիս, որ նախորդ փորձերից չեմ հիասթափվել, չեմ հուսահատվել եւ իմ պատրաստականությունն ու պատասխանատվությունը ընդհանրապես չի նվազել եւ հույս ունեմ, որ այս անգամ կարժանանամ ձեր վստահությանը։ Իմ նպատակը հանձնաժողովում պարզ է ապահովել դատավորների իրավունքների պաշտպանությունը կանխելով անհաշտի վարույթների հարուցումը եւ նպաստել, որպեսզի վարույթ հարուցող մարմիններին զուգահեռ գործող էթիկա եւ կարգապահական հարցերով հանձնաժողովը ել ավելի արդյունավետ եւ անկախ գործունեություն ծավալի, ինչը վերջնականությունում մեզ հնարավորություն կտա նաեւ վերացնել արդարադատության նախարարության վարույթ հարուցելու հնարավորությունն ու իրավասությունները։ Ես փորձեցի հնարավորինս քիչ խոսել, որպեսզի խնայեմ ձեր ժամանակը, բայց սիրով պատասխանեմ հարցերին։ Շնորհակալ եմ։ Հավելի գործընկերներ, Thank you.
Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Մասնագիտացման առումով պիտի նշեմ, որ իրականում 15 եւ արդեն 15 տարվա ոլորտային եւ պրակտիկ եւ տեսական նաեւ շատ հարուստ փորձ կա եւ այս այն դեպքն է, որ ես վստահ կարող եմ նշել, որ փորձը առավել քան հարուստ է, որովհետեւ կազմակերպությունը, որտեղ ես աշխատել եմ, մշտապես ունենալու իր թիրախում մարդու իրավունքները առանցքում ունեցել է եւ վարչական, եւ քաղաքական, եւ քրեական գործեր։ Ես որպես այդպեսին փաստաբան չեմ, ինչը տվյալ պարագայում հոգուտից է խոսում, բայց եթե մենք նայենք ինքնակենսագրականը, որը ձեզ հետ կիսվել է, ցույց է տալիս, թե մասնագիտական գործունեության ընթացքում տարբեր կառույցների հետ, ինչպիսի ծավալում, նաև հետազոտական աշխատանքները օրենսդրության առաջարկների տեսքով, պրակտիկայի մոնիտորինգների տեսքով իրականացվել է, եւ մեր կազմակերպության թիրախում մշտապես եղել է նաև պետություն քաղաքացի հարաբերություն, քաղաքացի իրավունքների պաշտպանությունը, որը լավագույնս իրացվում է վարչական դատավարությունների միջոցով, այդ առումով շատ մեծ փորձ կա։ Քրեաիրավական մասով պիտի ասեմ, որ իմ դերը մշտապես շատ մեծ եղել է նաև միջազգային ստանդարտների ապահովման տեսանկյունից, հատկապես երբ որ մենք խոսում ենք կալանքի, ձերբակալության մասով, այս առումով նաև շատ մեծ փորձ կա, եւ այստեղ եթե քանի որ հարցը հնչեցրեցիք, ուզում մի փոքր ավելի խորացված պատասխանել այն մասով, որ այդ փորձը այնքան ուժեղ է, որ երբեմն երբ որ մենք նայում ենք վարույթները մշտադիտարկման ընթացքում, տպավորություն է ստեղծվել, որ առանձին դեպքերում վարույթներ հարուցված են ոչ այնքան ինչ որ նյութական կամ դատավարական իրավունքի խախտման հիմքով, այլ դատավորը տվել է մեկնաբանություն, որը կարելի է օրինակ վերադասության կարգով քննարկման առաջ կդարձնել եւ ԲԴԽ-ն չդիտարկել որպես վերադաս մարմին եւ բերել հասցնել կարգապահական վարույթի, այսինքն փորձը իսկապես շատ մեծ է եւ որպես իրավաբան գիտնական պիտի եթե դուք կտակողեմ փորձը ունեցող տարիների փորձառության հիմքով եմ ես ներկայացված, բայց իմ հայցորդության թեման հենց դատական իշխանության անկախության հիմնահարցերն են Հայաստանի Հանրապետությունում անկախությունից ի վեր։ Սրանից ավելի թիրախային երևի դժվար մասնագիտացում լիներ։ Շնորհակալ եմ։ Ես ուզենայի շեշտադրում Կարգապահական պատասխանատվություն։ Շատ շնորհակալ եմ հարցի համար։ Ես իրականում շատ երկար կուզեի խնդիրների մասին խոսել, որովհետև մշտապես եմ խոսում, դրանք հրապարակային հասանելի են, բայց քանի որ առիթ հնչեցվեց ուղղակիորեն ձեզ պատասխանեմ հարցին, մեծ ուրախությամբ կկիսվեմ, սկսելով կարգապահական պատասխանատվության ինստիտուտից։ Տեսեք, մենք երկար ժամանակ իրականացրել ենք մշտադիտարկումներ եւ ես ինքս տարբեր կարգավիճակներով մաս կազմել եմ եւ հետազոտական եւ օրենսդրական առաջարկների եւ այլ առհասարակա տարբեր ծրագրերի եւ այս
այստեղ մի քանի հիմնարար խնդիր պիտի առանձնացնեմ։ Առաջիններից մեկը բնականաբար վերաբերվում է այս տարիներ շարունակ քննարկված ինստիտուցիոնալ հարցին, թե մենք վերջապես վարույթ հարուցող մարմինների հետ կապված ինչպիսի դիրքորոշում ունենք եւ ինչքանով է ճիշտ գործադիր մարմնի ներկայացուցիչին նման իրավասություն վերապահելը։ Գիտենք, կա վերատեկի հանձնաժողովի եւ այլ կարծիքներ, որ քանի դեռ վերջնարդյունքում ինքը որոշում կայացնող չէ, այդ իրավասությունը տրված է, բայց ես կարծում եմ, որ իրականում հենց էթիկա եւ կարգապահական հարցերով հանձնաժողովը պիտի լինի այն կենտրոնական մարմինը, որ այդ հարուցումը իրականացնի եւ բնականաբար սա պիտի կապվի արդյունավետ գործունեության հետ հանձնաժողովին։ Խոսելով վարույթների մասին մեկ այլ խնդիր նույնպես ուզում եմ ես նշել, մասնավորապես հիմքերի հետ կապված, իմ ընկալման խնդիրը վարույթների շարունակական հարուցումը հիմքում դնելով դատավարական ժամկետների խախտումը։ Ինչու՞, որովհետև այո, մենք տեսնում ենք, որ շատ կան նման դեպքեր, խախտումներ, բայց միևնույն ժամանակ, քանի դեռ կա այն օբյեկտիվ իրականությունը, որ համակարգում կա գերծանրաբեռնվածություն, մենք չենք կարող անընդհատ գնալ հետևանքի հետևից չլուծելով պատճառները, այն է ձեր ծանրաբեռնվածությունը եւ այստեղ եթե թույլ կտակ ավելի խորանամ վերջին տարիներին ինչքան էլ որ փոփոխությունների մասին խոսում ենք մենք նաեւ գործադիր օրենսդիր մարմնի գործընկերների հետ էլ հանդիպումներ ունենում ենք մի կողմից նշվում է որ նվազեցվել թեթևացել է ծանրաբեռնվածությունը բայց ձեր հետ մեր հանդիպումները հակառակ պատկերն են ցույց տալիս այս պարագայում ես կարծում եմ որ հաջորդ լրջագույն խնդիրը այն է որ մենք պիտի այդ ծանրաբեռնվածության հարցը լուծենք որպեսզի նաեւ նվազեցնենք մի շատ մեծ կտոր վարույթների հարուցման հիմքի հաջորդ խնդիրը բնականաբար իմ ընկալմամբ դա կատարված խախտման որակման եւ մեղքի որակման հարցն է, որը պրակտիկայում ոչ միշտ է միասնական մոտեցմամբ իրականացվում եւ ամենակարևորը սրա հետ տրամաբանական կապով նաեւ պիտի ասեմ, որ ընտրված պատասխանատվության միջոցի առնչությամբ էլ մենք չենք տեսնում միասնական եւ այսպես հիմնավոր պատճառաբանված մոտեցում, որովհետեւ մեկ իրավիճակում կարող է դատավորին լուրջ նկատողություն տրվել, մեկ մյուս իրավիճակում ավելի նվազ եւ այստեղ ձեր իրավունքների պաշտպանությունը ենթադրում է նաև կանխատեսելիությունը, որ ավելի հստակ լինի կանխատեսելի, որպեսզի դատավորներն էլ իրենց գործունեության ընթացքում իմանան, թե որ արարքից հետո ինչ հետևանք կարող է առաջանալ։ Այլ խնդիր եմ ուզում նշել, այն է, որ արդեն տևական ժամանակ մենք խոսում ենք ձեր ընթացակարգային իրավունքների պաշտպանության մասին, այն է բողոքարկման հնարավորության, բայց միևնույն է պրակտիկայում դա դեռ չի գործում։ Չնայած դատական օրենսգրքի փոփոխություն կատարվեց, որ այդ հնարավորությունը տրվեր, բայց միևնույն է մինչև այսօր մենք այդ հնարավորությունը օրենսդրական չունենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում բողոքարկման ինստիտուտը գործի։ Էլի ես կուզեի կարգապահական վարույթների մասով շարունակել, բայց չեմ շարունակել, բայց եթե քանի որ ասացիք ընդհանուր դատական համակարգի մասով մի կարճ, բայց կարևոր նկատառում կանեմ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ այս տարի, ոչ նախորդող 5 տարիներին, այլ եթե վերցնենք ավելի գլոբալ երկար ժամանակահատվածում, խնդիրների մեծ մասը կապվում է նրա հետ, որ մենք չենք իրականացնում ավելի խորքային եւ համակարգված փոփոխություններ, որոնք իսկապես միտված կլինեն համակարգի փոփոխությանը, եւ մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք, որ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության համատեքստում չեն կարող մշտապես խոսել եւ թիրախավորել դատական համակարգին, եթե նույն այդ համակարգ շարունակում է խնդրարարույթ գործել, օրինակ գործադիր կամ օրենսդիր միջավայրում եւ փոփոխությունները այնտեղից եկող չեն կարող անընդհատ պարտադրել դատավորներին մի բան, որը ընդհանուր պետական ապարատում դեռևս մարմնացած չէ։ Շարունակեմ թե բավարար։ Կարծում եմ, որ պատասխանը բավական է, եթե ես մի բավական կարճված խնդրեմ հնարավորինս պատասխանում հիմնասումը կառավարված այն համակում, որ բավական հավիզված է եւ շատ հարցեր կան։ Ես չտրեցի դեզատ հարցը, թե նկան բետերի արտատական համակարգի խնդիրներին աշխատանքով ու երկար ժամանակ զբաղվել աշխատանքությամբ եւ բազմացուցնած այն համակարգերի մոդելացիա արտատական համակարգի խնդիրներին, այդ թվում դատական համակարգի համակարգը, բայց նախորդ դեպքում ես այդ հասկացի եւ ուզում եմ հավասարություն բարելավել ձեզ երես հասկացա, ըստ ձեզ որն է դատական համակարգի այսօր այդպես դարձել է երկխնդիր դատական համակարգի համար։ Ես հասկացում եմ ասացությունների աշխատանքը որ կապահովան հազիվ հասարակական դեպքում հաջողություն բախում է եւ արդյունքները եւ արդյունքները կարող են կապահովել
Շնորհակալ եմ Տիկին Թադևոսյան։ Բնականաբար առաջին պատճառներից մեկը, ես չեմ ուզում փոխկանել, բայց երևի առաջին լուծումներից մեկը նաև պատճառներից իսկապես ողջամիտ գնահատելն է գործերի քանակ, դատավորների քանակ հարաբերակցությունը նաև տարեկան աճող կտրվածքով, որովհետև եթե մենք միջազգային ստանդարտներով Հայաստանի պարագայում դիտարկենք քանակը, մենք դեռևս դատավորների հաստիկների հետ կապված բացում ենք, այսինքն բավարար չէ, դրանով պայմանավորված է բնականաբար մշտապես այդ ծանրաբեռնվածության հարցին առնչվում ենք, օրինակ վարչական դատարանում շատ ավելի քիչ է քանակը եւ մենք մշտապես մեր միջազգային գործընկերների լավ ինչու՞ չունենք պետական գործընկերների հետ խոսքում այս հարցերը բարձրացնում ենք։ Հաջորդ լուծումներից մեկը բնականաբար կարող է լինել վեճերի լուծման այլընտրանքային մարմինների հզորացումը, բայց ոչ թե սոցօրենսդրական փոփոխություններով, այլ պրակտիկայում իսկապես այնպիսի փոփոխություններ անելով, որպեսզի այդ մեխանիզմը նույնպես արդյունավետ աշխատի եւ որոշ հարցեր չգան դատարան, այլ լուծում ստանան եւ բնականաբար կարծում եմ որ պատճառներից մեկն էլ այն կարող է լինել, որ վերջին տարիներին շատ ավելի հաճախ են քաղաքացիներ տարբեր հարցերով դիմում դատական մարմիններին, օրինակ տենդենս որպես այդպեսի, որ մենք նկատում ենք, եթե համեմատական տանենք մի քանի տարի առաջվա պրակտիկայի հետ, երբեք օրինակ մենք չենք ունեցել այս ծավալի աննախադեպ խոսքի ազատություն անձնական ընտանեկան կյանքի պաշտպանության հետ կապված այդ երկու կարևոր արժեքների մասով այս ծավալի գործեր, բնականաբար այդ ամեն ինչը ստեղծում է ծանրաբեռնվածություն, բայց առաջնային որպես լուծում կարծում եմ ամենաարդյունավետ միջոցներից մեկը կլինի քանակի ավելացումը։